իմ առաջի գործերից է հիպերռեալիզմի մեջ մատիտով։ Սա երևի երկրորդ գործը սա եղել մատիտով, որ նկարել եմ։ Վերանորոգումից հետո կնոջս հետ որոշեցինք, որ այս պատը նկար չարժի կախել, այնց էլ պատնել սիրուն զարդար ենք նկարով։ Այնց պոպ արտի տեսքով պատին նկարեցինք եւ այս էֆեկտը ստացանք։ Գալիս է ներս առաջինը այս ձեռքի գործը, ասամ, հա, ու նոր սկսում են մոտիկանալ եւ ուսումնասիրել։ 6 տարեկանից Հակոբը նկարում է, սկզբում նաև վրձնով, բայց այսօր աշխատանքային հիմնական գործիքը մատիտն է։ 10 տարեկանում գնացինք Հոլանդիա 95 թիվների։ Հոլանդիայում մայրս ցանկություն հայտնեց, որ ես շարունակեմ նկարչությունը զարգացնեմ, գնացինք նկարչական դպրոց եւ ինձ ճիշտ ասած ասացին, որ կարիք չկա ինձ գնալու այնտեղ, քանի որ շատ բան չեն կարող սովորացնել եւ առաջարկեցին, որ ես դաս տամ այնտեղ, բայց ես այդ տարիքում բնականաբար չէի կարող դաս տալ, որովհետեւ իրանց օրենքով չէի կարող այս տարիքում աշխատել։ Իր գործի առաջին քննադատը մայրն է։ Այս նկարը նկարել եմ մայրիկիս խնդրանքով, մոտ 1-2 շաբաթ աշխատել եմ վրան։ 15 տարեկան էր, երբ Հոլանդիայում բացեց առաջին ցուցահանդեսը։ Յուղաներկով նկարներ, ամեն տեսակի նկարներ նկարել եմ, բավականին հաջող եղավ։ 15 հատ նկարից 2 հատ մնաց, բոլորը վաճառվել էին։ Երկրորդ ցուցահանդեսը եղավ կրկին Ամստերդամում 2002 թվականին, այլ նկարիչների հետ միասին, այսինքն մենակ իմ նկարները չէին, էլի մատիտով, բայց ոչ սև ու սպիտակ, եւ ոչ հիպերռեալիզմ, գույնավոր նկարներ եւ այլն։ Հիմա բացարձակապես գույնավոր նկար չեմ նկարում, սև ու սպիտակ ավելի նախընտրել եմ իմ համար։ Իհարկե ունեմ նկարներ գույնավոր, որոնցից մեկը սա է, որ շատ փոքր ժամանակ նկարել էի պատվերով, էլի իմ մոտ է հայտնվել այս նկարը, հետո ես հետ եմ գնել։ Շատ տարիներ հետո։ Հակոբն ինքնուս է, համոզված է, արվեստագետն աշխատասիրությամբ կարող է զարգացնել նկարչական տեխնիկան։ Ինքնուսոյելու համար ամենաանհրաժեշտը լիքը սխալ անել ու սխալից սովորել։ Այսինքն, եթե դու մի բան ուզում ես նկարես, որը չի ստացվում, հա, առաջի անգամ չհուսահատվես ու ասես լավ, ես չեմ կարա, այլ պիտի 150 անգամ, երևի 150,000 անգամ այդ մի բանը նկարես, որ հասնես այն արդյունքին, որը որ դու գտնում ես, արդեն դու կարող ես այդ մի բան անես, շոխ ստանալ լուսավորում եւ այլն, այդ միջոցով կարաս դու ինչ-որ մասնագիտանաս ու վարպետանաս քո փորձի մեջ, իմ կարծիքով։ Բծախնդիր է, եթե մի բան սրտով չէ, օրերի աշխատանքը կարող է դեն նետել։ Ունեմ նկարներ, որ ավարտի չեն հասել, երբ որ մարդ ուզում է շատ լավ մասնագետ լինի իր գործում, ինքը երբեք չի կարող բավարար լինի իր գործով, այսինքն ինքը միշտ մի թերություն իր գործի մեջ տենա, որ ինքը ձգտի դեպի լավին։ Ես էլ գրեթե ոչ մի նկար չունեմ միջ այսօր, որ ես ասեմ ինքը անթերի նկարա, չկա տենց հասկացություն։ Կարող է յուրաքանչյուր դիտորդի կամ կողքից դիտորդի համար դա լինի անթերի նկար, բայց բնականաբար իմ համար դա չի կարող լինի, որովհետև ես տենում այն ինչ որ ուրիշը չի տենում։ Մասնագետի աչքով եմ նայում։ Նենց որ այդ պատճառով դու միշտ ձգտում ես դեպի ավելի լավին։ Չունի ուսուցիչ, բայց կան նկարիչներ, որոնք միշտ ոգեշնչում են նրան։ Սալվադոր Դալին միանշանակ ամենասիրած նկարիչներից մեկն է։ Ոճերով կապվում, բայց Սարյանն էլ եմ շատ սիրում, որպես զուտ իր գույներն էլ շատ վառ ու տաք գույներ ուտեմ, կանչող է շատ։ Ռեմբրանտ շատ եմ սիրում։ Փնտրտուքների արդյունքում Հակոբն ընտրեց նկարչության ևս մեկ ճյուղ։ Տենց շատ հանրաճանաչ նկարիչ չի ինքը, այսինքն ում պատճառով ես հիմա այս գործը անում եմ, մանրանկարչություն, դա Կևին Օկաֆորն է, որը որ երիտասարդ տղա է Անգլիայից, ուսանող արվեստագետ նկարիչ, ու ես իր նկարները պատահաբար համացանցում եմ տեսել ու շատ հավանել ու հոգեհարազատ ընդունել ու ըստ այդ դրալ ես նախընտրեցի մատիտով սկսել աշխատելը։ 5 տարի է նկարում է միայն սև մատիտով։ Շատ հաճախ մարդիկ այն շփոթում են լուսանկարի հետ։ Ես հաջողված նկար չունեմ։
ես ունեմ սիրած նկար։ Սալվադոր Դալի նկարն է, որը շատ հոգեարազատում։ Ոչ թե որ նա առաջին նկարը սա մատիտով հիպրարեզմի մեջ, բայց չեմ, ինքնին շատ հոգեարազատ նկար է, բայց անթերի նկար չունեմ ես, տենց հասկացողություն չկա, ու չի լինի երբեք։ 17 տարի Հոլանդիայում անցկացնելուց հետո Հակոբը վերադարձել է Հայաստան, ընտանիք կազմել ու ապրում է Երևանում։ Խոստովանում է, ստեղծագործելու համար իր տեղը հենց այստեղ է։ Սա դիգնոջս նկարն է, էլի հորնել եմ, sense մի քիչ abstract։ 15 թիվ։ Երկու տարվա նկար։ Հայաստանում ինձ ավելի հաճելի է ստեղծագործելը, քան երկրից դուրս, բայց ցավոք պատվերների առումով Հոլանդիայում ավելի հաջող է։ Ամերիկայից էլ պատվեր եղել, Մոսկվայից էլ եղել, Հոլանդիայից էլ հաջողակ լինում, քանի որ այնտեղ ես ծանոթություն ունեմ եւ այլն։ Հակոբի դուստրը Կարոլինան արդեն նկարելու փորձեր է անում, բայց հայրը չի խառնվում նրա գործերին։ Ես ճիշտ ասած չեմ զբաղվում իր նկարչությամբ, քանի որ ես թողում եմ լիովին իր հայացողության վրա, որ ինքը իրենով հասկանա նկարչությունը կամ արվեստը իրենց ինչա ներկայացնում, բայց ոնց նկատում եմ բավականին հաջող է իր մոտ ստացվում։ Եթե մարդու մեջ տաղան նկար, դա ինքնին կզարգանա աշխատասիրությամբ։ Բացի անհատական պատվերները կատարելուց Հակոբն այսօր հատուկ ընտրանի է հավաքում Փարիզի ցուցադրության համար։ Վստահ է, որ այն նոր դռներ կբացի իր առջև։